Հարգելի տնօրենություն, սիրելի ծնողներ եւ աշակերտներ։ Այսօրվա մեր բաց դասը նվիրված է ընդհանրապես Արևմտյան Հայաստանի կրթական կյանքին, սկսած Լազարյան ճեմարանից մինչև Շուշիի թեմական դպրոցներ։ Ներառել ենք ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլ նաեւ աշխարհասփյուր գաղթօջախներում հայրիկ կատարած ներդրումին եւ իրենց գործունեությանը։ Սիրով ձեր ուշադրության մենք հրավիրում Արիաննայի Սահեկաշարը, նա կներկայացնի Ներսիսյան դպրոցը։ Ես շատ եմ լսել, որ գրականության կամ պատմության ժամերին այս կամ այն հայտնի գրողը կամ հասարակական գործիչը սովորել է Ներսիսյան դպրոցում, եւ ինձ շատ է հետաքրքրել այս դպրոցը, որոշել եմ ուսումնասիրել։ Ներսիսյան դպրոցը հիմնադրվել է 1824 թվականին Ներսիս իր աշտարակեցու կողմից։ Դպրոցն ունեցել է շուրջ 2000 շրջանավարտ, որոնցից շատերը եղել են հայտնի գրողներ, հասարակական գործիչներ, մանկավարժներ եւ այլոք։ 19-րդ դարում դպրոցն ունեցել է 2 շենք եւ դեռևս 1815 թվականից Թիֆլիսում հայկական դպրոցի տարածքում Ներսիս աշտարակեցին ստեղծել է Ներսիսյան դպրոցը։ Ի սկզբանե դպրոցում բացի հոգևոր կրթությունից ուսուցանում էին աշխարհիկ գիտություններ։ 1924 թվականին Թիֆլիսում հունիսի 13-ին նշվել է դպրոցի 100-ամյակը։ Սա Ներսիսյան դպրոցի նոր շենքն է։ Ուսուցիչները։ Ներսիսյան դպրոցի ուսուցիչները բացառիկ մեծ դեր են կատարել ինչպես դպրոցի, այնպես էլ մշակույթի, հայկական գիտության վրա։ Շրջանավարտները։ Ինչպես ասացի, Ներսիսյան դպրոցը ավարտել է շուրջ 2000 շրջանավարտ, որոնցից առաջիններն են եղել Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանը, Պերճ Պրոշյանը, Ղազարե Սաղարյանը, Հովհաննես Թումանյանը, Երևան Բլալայանը, Հայկ Բժշկյանը եւ այլ հայտնի գործիչներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իդեպ Արիաննայի թիկունքում Ներսիսյան դպրոցի պաստառն է եւ Սահեկաշարով ներկայացվեց մնացած լուսանկարները։ Հաջորդ աշակերտը Արթուր Ղազարյան, ով կներկայացնի հետաքրքիր մի պատմություն։ Առայժմ չնշենք, թե որ դպրոցն է ներկայացնելու, որովհետեւ Արթուրը ինքը դա ամենալավն է։ Խնդրեմ Արթուր։ Այս պաստառը Արթուրի պատրաստած պաստառն է։ Բարև ձեզ, այսօր ես ուզում եմ ներկայացնել Սուրբ Ղազար դպրոցը։ Ես պատրաստել եմ պաստառ, որը կարող եք հետո ուսումնասիրել։ Ներկայացնում, որ դպրոցը դարեր շարունակ եղել է հայ կրթության եւ մշակույթի կարևոր կենտրոն, այն գործում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու վրա Մխիթարյան միաբանության հովանու ներքո եւ առաջին թեման է կրթությունը եւ հիմնադրման պատմությունը դպրոցը հիմնադրվել է 1717 թվականին Մխիթար Սևաստացու կողմից եւ Սուրբ Ղազար դպրոցը շատ արագ դարձավ ոչ միայն կրթության, այլ գիտության եւ մշակույթի օջախ։ Այստեղ հայերենի հետ միասին սովորում էին մի քանի լեզուներ, ուսումնասիրում էին պատմություն, գրականություն ու բնագիտական առարկաներ, կրթական եւ մշակութային գործունեություն, դպրոցը շատ մեծ դեր է ունեցել հայ ինքնության պահպանման գործում,
այնտեղ հրապարակվել էին գրքեր, դասագրքեր և թարգմանություններ, որոնք որ պահպանել են հայ մշակույթը և տարածել են այն։ Աշակերտական կյանքը և արվեստը աշակերտների կյանքը լի էր ոչ միայն ուսումնառությամբ, այլ նաև արվեստով նրանք զբաղվում են երաժշտությամբ, ուսումնասիրում էին ստեղծագործական և թատրոն և տարածում էին հայկական մշակույթը Եվրոպայում, գրադարանը և գիտական ժառանգությունը դպրոցին կից գրադարանը մինչ այսօր համարվում է ամենահարուստներից մեկը, այնտեղ պահպանվում են ձեռագրերով և հին գրքեր, այն մեծապես նպաստեց հայագիտության զարգացմանը և առայսօր պահպանում է անգին մշակութային արժեքներ։ Վերջաբան, ամփոփելով կարող եմ ասել, որ Սուրբ Ղազար դպրոցը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր կրթական օժանդակներից է, այն հիշեցնում է մեզ, որ կրթությունն ու մշակույթը մեր ազգի գոյության ու զորության հիմքերից են։ Նաև ես կուզենայի ասեի, թե ինչու ես ընտրեցի հենց այս թեման, և ես ունեմ մի քանի հետաքրքիր պատճառ, թե ինչու ես հենց այս թեման, հենց Սուրբ Ղազար դպրոցի մասին ներկայացրեցի, քանի որ առաջինը նաև, որ դպրոցի արվեստից թեքումով զարգացումը ես նեցեցի մեր դպրոցի հետ, երկրորդը նաև, որ ինձ գրավել է դպրոցի տեսքը, որովհետև կղզին իրոք շատ գեղեցիկ է և զարմանալի է, թե ոնց են 18-րդ դարում հայերը Իտալիայում այսպիսի բան կառուցել։ Երրորդը նաև, որ դպրոցը ուներ շատ մեծ նշանակություն հայ մշակույթի պահպանման և զարգացման մեջ։ Չորրորդը իմ ազգանունը Ղազարյան նման էր դպրոցի անունին, իսկ վերջինը ասեմ, որ ունեմ մի նպատակ ապագայի համար, որ ուզում եմ իմ ամուսնության արարողությունը հենց այս դպրոցի վրա դնել։ Ամեն։ Շնորհակալություն։
Հաջորդը ներկայացնի իր Աղաբաբյան դպրոցը։ Իդեպ նշեմ, որ յուրաքանչյուր աշակերտ ինքն է որոշել, թե որ դպրոցով պետք է զբաղվի։ Ես խնդրել եմ, որ ամեն մեկը ինքնուրույն զգա, թե ինչ կարող է կապ ունենալ դպրոցը իրենց ներկայ անվանակների հետ։ Այսօր ես ձեզ կներկայացնեմ Աղաբաբյան դպրոցի մասին։ Իմ ազգանունը շատ նման է դպրոցի անունին և այդ իսկ պատճառով ինձ շատ հետաքրքրել է այս թեման և որոշել եմ այս դպրոցի մասին պատմել։ Աղաբաբյան դպրոցը բացվել է 1810 թվականին Նիկողայոս Աղաբաբյանի և նրա մահացած եղբայրների միջոցով։ 1821 թվականին դպրոցը հանձնվել է Ժողովրդական կրթության նախարարության տնօրինությանը, իսկ 1917 թվականին Աղաբաբյան դպրոցը փոխվել է Աղաբաբյան գիմնազիայի, իսկ իշխանության հաստատումից հետո դարձել է երկրորդ աստիճանի սովորական դպրոց։ Աշակերտները այնտեղ եղել են 50-ից մինչև 150 աշակերտներ այնտեղ սովորել։ Իսկ աշակերտների մեծ մասը կազմել են հայերը։ Չնայած այնտեղ հայերենը 1930-ական թվականներին դադարել են սովորեցնել։ Դպրոցը փակվել է 1950-ական թվականներին։ Լրացուցիչ փաստեր։ Այնտեղ հայերը ոչ միայն սովորել են, այնտեղ իրենց կրթությունով կարողացել են, քանի որ հայերենել են սովորել, իրենց ազգային ինքնությունը պահպանել։ Եվ դրա օգնությամբ նրանք այնտեղ շատ կարգապահ են իրենց պահում և այնտեղ սովորում էին շատ բարձր մակարդակի, այդ իսկ պատճառով այդ տարածաշրջանում հայերը մեծ հեղինակություն են ունեցել։ Այնտեղ սովորել են ռուսերեն, լատիներեն և հունարեն, ինչը իրենց հնարավորություն էր տալիս, որպեսզի երբ որ ավարտեին այնտեղ ուսումը, գնային բարձր հաստատություններ և այնտեղ սովորեին։ Աշակերտները այնտեղից սովորելուց հետո դառել են ուսուցիչներ, իրավաբաններ, բժիշկներ, այսպես օգնել էր Աղաբաբյան դպրոցը, քանի որ այդքան լեզուներ են սովորել։ Այնտեղ նաև պահվում են տարբեր գրքեր հայերեն, եվրոպական լեզվով և ռուսերեն։ Շնորհակալություն ուշադրության համար։ Նարեկ ջան, որ խնդրեմ դու ներկայացնում, որովհետև քո ներկայացումից հետո անմիջապես ներին կներկայացնես գիտակցությունը։ Արևմտյան Հայաստանի տպագրություն։ Արևմտյան Հայաստանի տպագրությունը ունի շատ մեծ պատմություն, բայց ես այդ պատմությունը փոքրացրել և բերել եմ այստեղ։ Ընդհանրապես Հայաստանի տպագրության պատմությունը սկսում է 1909 թվականից, քանի որ դրանից առաջ հիմնականում մենք եղել ենք ռուս ցարի տիրապետության տակ և հենց հայերեն իրավունք չենք ունեցել գրել սահմանափակումների պատճառով։ Առաջինը 1909 թվականին եղել է Հակոբ Սպարյանի և Ղազարոս Ներսիսյանի հիմնադրած Ներսես և Սպարյան տպարանը։ Տպարանների կենտրոններն են եղել հիմնականում մեծ Օսմանյան կայսրության քաղաքները և Արևմտյան Հայաստանի այլ քաղաքներ։ Կոնկրետ ամենամեծ տեղը, որտեղ հիմնականում եղել են ամենաշատ և ամենահայտնի տպարանները և տպագրվել են ամենաշատ քարտերը, եղել է Ստամբուլը։ Նաև ասեմ, որ հայկական Հայոց ցեղասպանությունից հետո ոչ բոլոր տպագիր թերթերն են շարունակվել տպագրվել, քանի որ 1915 թվականի ցեղասպանությունից հետո դադարեցին գործել և քանդեցին այդ բոլոր տպարանները։
մենակ մի քանի տպարան է մնացել, որ մինչև հիմա գործում են կամ գործում էին մինչև 70-ականները և 60-ականները։ Հիմա ներկայացնեմ բոլոր այն տպարանները և ձեռագիր թերթերի ընկերությունները, որոնք գործում էին մինչև 1909 թվականը, մինչև անկախությունը։ Մարզվանում լույս են տեսել նաև Զեփյուր 1889 թվականին, Արուսյակ 1889 թվականին, Սոխակ 1900 թվականին և այլն։ Նաև ասեմ սահմանափակումների մասին 1800-ականներին, երբ որ Կոստանդնապոլսում տպագրվում էին հայկական թերթեր կամ ձեռագիր էին գրվում, 1890 թվականին Աբդուլհամիդ երկրորդի օրոք մեծ սահմանափակումներ դրվեցին, որ օրինակ են սահմանափակումներից, որ չի կարելի հայերեն բանաստեղծությունների և նման հայերեն բանաստեղծությունների և քաղաքական ինչ-որ տեսակետի մասին գրել։ Դրանից հետո, բացի դրանից, փակեցին ուրիշ լիքը տպագրատներ, Շատ լավ, վերջերս մենք նարեկ եղանք գրատպության թանգարանում, այքան մի բան, որ քեզ ամենաշատը տպավորեց, որովհետև դու զբաղվել ես և հետազոտել ես տպագրությունը։ Ինչն էր հատկապես քեզ համար տպավորիչը։ Այն որ այն ժամանակ գրքեր կային, որ հենց ույրերի համար էին տպագրվում։ Այն ժամանակ։ Շատ լավ, խնդրում եմ Սպիտարի ջերմարանների համար պատրաստիր, քանի որ Նարեկը մի փոքր անդրադարձ կատարեց Կոստանդնուպոլսին, Լելին կներկայացնի Սպիտարի ջերմարանը։ Սկուտերի ջերմարան։ Ես ներկայացնեմ Սկուտերի ջերմարանի մասին։ Ընդհանուր բնութագիր։ Սկուտերի հայկական բաժանը Կոստանդնուպոլսում և ներկայացնում եղել Օսմանյան ժամանակաշրջանի հայ կրթական գլխավոր կենտրոններից մեկը։ Հիմնադրում և նպատակ։ Սկուտերի ջերմարանը հիմնադրվել է 1880-ականներին Սկուտերի հայկական համայնքի կողմից։ Այդ ժամանակ Օսմանյան կայսրությունում եղել է կրթական վերելք և այդ ժամանակ պոլսահայերը փորձում էին ստեղծել ավելի բարձր մակարդակի դպրոցներ։ Նպատակներ պատանիներին տալ ժամանակակից կրթություն և միաժամանակ պահպանելով հայերեն լեզուն և ազգային ինքնությունը։ Զարգացում։ Սկուտերի վարժարանը համարվել է Կոստանդնուպոլսի հայ համայնքի առաջադեմ միջնակարգ դպրոցներից մեկը։ Այստեղ դասավանդել են հայոց լեզու, ֆրանսերեն, գերմաներեն և ինչպես նաև բնական և հումանիտար գիտություններ։ Դպրոցը հայտնի է իր գրական և մշակութային աշխույժ կյանքով։ Այս ջերմարանում շատ են անցկացվել երաժշտական միջոցառումներ, բանավեճեր և ներկայացումներ։ Սկուտերի ջերմարանում սովորել են հետագայում դարձել են շատ գրողներ, լրագրողներ, ուսուցիչներ և հասարակական գործիչներ։ Հետագա ճակատագիր։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին Թուրքիայի Հանրապետության առաջին տասնամյակներում ունեցել է ֆինանսական և իրավական սահմանափակումներ։ Սկուտերի վարժարանը տարբեր ժամանակներում միավորվել է ուրիշ դպրոցների հետ և այսօր Սկուտերի շրջանում դեռ գործում են հայկական ջերմարաններ և դպրոցներ, օրինակ Սուրբ Խաչի վարժարանը և Սուրբ Փրկիչի վարժարանը։ Սա Լաչիկյանի նկարած նկարն է, սա Սկուտարի փողոցն է։ Սա ներկայիս Սկուտարի ջերմարանն է, ինչպիսի տեսք նա հիմա ունի։
Սկյուտարի ճամանան թեման ես ընտրել եմ, քանի որ վերջերս մենք գրականությունից անցել ենք Պետրոս Դուրանին եւ ինձ շատ էր դուր եկել նրա բանաստեղծությունները։ Ես իմացել եմ, որ Պետրոս Դուրանը սովորել է Սկյուտարի ճամարանում եւ դրա համար ուզում եմ ավելի շատ իմանալ այս ճամարանի մասին։ Դա քեզ հաջողվել է կարծես նստել։ Հաջորդը կներկայացնի Մարինա Լազարյան Զուզանովը։ Այսօր ես կպատմեմ Լազարյանի ճամարանի մասին, քանի որ ես ապրել եմ երկար տարիներ շարունակ Մոսկվայում, իսկ այս ճամարանը ստեղծվել է հենց Մոսկվայում։ Լազարյանի ճամարանը հիմնադրվել է Լազարյանների ընտանիքի ջանքերով 1804 թվականին։ Միքայել եւ Հովհաննես Լազարյանները որոշել են ստեղծել Մոսկվա, Ռուսաստանի Մոսկվա քաղաքում, մայրաքաղաքում Կրեմլից ոչ հեռու հայկական գիշերօրթիկ դպրոց, որը ապագայում 1815 թվականին դարձել է Լազարյանի անվան ճամարան։ Սա ճամարանի տեսքն է, նա ծառայել է որպես կրթական եւ գիտական կենտրոն եւ դարձել է ռուսական կայսրության արևելագիտության կենտրոններից մեկը։ Հայտնի շրջանավարտներ։ Իրականում շրջանավարտները շատ են եղել եւ բավականին հայտնի են դարձել ապագայում, օրինակ Մկրտիչ Էմինը, որ եղել է հայտնի գրող, Խաչատուր Աբովյանը, որը եւս եղել է նշանավոր գրող եւ մանկավարժ, եւ Վահան Տեր-Մինասյանը, ով եղել է լեզվաբան։ Սա նորից ճամարանի տեսքն է եւ շնորհակալություն ուղղալության համար։ Քանի որ զանգը հնչեց, հավանաբար մենք դադարեցնենք, ելի ունենք աշակերտներ, որ չասեցին ներկայացնել իրենց սայի կաշարերը, կմնամ ես դասի։ Շնորհակալ ենք։ Բոլոր պաստառները պատրաստել են մեր աշակերտները իրենց հակահանացմամբ, իրենց ջանքերով, իրենց ճաշակով։ Գերմարտուհի, ես շատ շնորհակալ եմ ձեր կատարած մեծ, շատ հետաքրքիր աշխատանքի համար։ Ցանկացած հզոր պետության հոգում այն կրթությունն է, որը ով լավ կրթությունն է, եւ այլ շատ կարևոր թեմա է այսօր արտադրել, շատ շնորհակալ եմ։ Ձեզ այս թե աշակերտներ հրաշալի ներկայացրեցին, մենք մեր կապակցությունն